Այն փաստը, որ Էրիադում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները երկար են տևել, նշանակում է, որ կողմերը փորձել են փոխզիջման գնալ, կարծում է ամերիկացի քաղաքագետ Կոստանտին Բլոխինը։ Եթե նրանք համաձայնության գալու հույս չունենային, ապա հանդիպումը չէր ձգձգվի, փոխանցում է 360 ռուն։ Այն, որ բանակցություններն այսքան երկար են ընթանում, կողմերի համաձայնության ցանկության եւ մտադրության ցուցանիշ է։ Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձնապես հույսեր չունենային, ապա հանդիպումը շատ ավելի շուտ կավարտվեր, համոզված է Բլոխինը։ Մասնագետի կարծիքով, նոր վարչակազմի գալով Վաշինգտոնը բազմիցս ցույց է տվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ձգտումը, սակայն կարևոր է, որ նախկինի պես այդ հարցում շատ բան կախված է հենց Ուկրաինայից։ Փորձագետը չի բացառել, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ընդհանուր լեզու կգտնեն, սակայն զգուշացրել է, որ Կիևը կարող է սաբոտաժի ենթարկել պայմանավորվածությունները։ Ուկրաինայի իշխանությունների եւ Եվրոպայի դիրքորոշումը հակասում է ռուս-ամերիկյան շահերին, եզրափակել է քաղաքագետը։